Ընկերներ ողջույն, սկսում եմ մի նախագիծ, որն ընդհանրապես կապ չունի սպորտի հետ։ Հիմա կասեք ինչ նախագիծ պետք է սկսի մարզական մեկնաբանը, որը ընդհանրապես չի առնչվում իր մասնագիտության հետ։ Բայց միանգամից նշեմ, որ ես առաջին մասնագիտությամբ պատմաբան եմ։ Երկար եմ մտածել այս գաղափարի շուրջ, նպատակս մեկն է՝ օգնել վերականգնելու հայի կերպարը։ Այն կերպարը, որի մասին խոսում ենք կենացներ խմելիս, բայց դրանից հետո մոռանում ենք։ Ցավալի է, բայց մենք պատմությունն այդպես էլ չսովորեցինք։ Այն մեր գիտակցության մեջ մնաց որպես դպրոցի առարկա, որը պետք է անգիր անել անբավարար գնահատական չստանալու համար։ Մենք միշտ հույսներս դրել ենք քաղաքակիրթ աշխարհի վրա, սպասել մեծ տերությունների օգնությանը եւ հիասթափվել։ Բայց ինքներս ոչինչ չենք արել մարտահրավերներին դիմակայելու եւ կենսունակ պետություն կառուցելու համար։ Մենք մինչև օրս չենք հասկացել պետության գաղափարը։ Ինչ ենք անում, ուր ենք գնում, որն է ի վերջո մեր նպատակը։ Նայեք ձեր շուրջը, մենք կտրվում ենք արմատներից, ուրանում ենք ամեն ինչ, փչացնում ենք արժեքները։ Երբևէ մտածել եք, թե ինչ եք թողնելու ձեր երեխաներին։ Միթե նման հասարակություն էիք ցանկանում կառուցել ձեր երազած անկախ Հայաստանում։ Կրթություն, գիտություն, մշակույթ, ազգային արժեհամակարգ, մտավորականություն, մոռացել ենք ամեն ինչի մասին։ Ովքեր են այսօրվա մեր հերոսները։ Ում են ցանկանում նմանվել մեր երեխաները։ Ինչ ռեսուրս ենք ունեցել ամբողջ աշխարհում եւ ինչպես ենք մսխել ու դեռ շարունակում ենք մսխել։ Ես վատի մասին չեմ խոսել։ Խոսողները շատ են, ի վերջո ամենահեշտ գործը վատի մասին խոսելն է։ Ես բերելու եմ օրինակներ, պատմելու եմ մեծագույն հայերի մասին, իմ հերոսների մասին։ Թեմաները բազմաթիվ են եւ բազմաբովանդակ։ Ես որոշել եմ այսպես պայքարել իմ ազգին արթնացնելու համար։ Եվ այսպես էպիզոդ 1 Ջարդի տղան։ 1973 թվականի հունվարի 27-ին Սանտա Բարբարա քաղաքի Բալտիմոր հյուրանոցի համարներից մեկում կրակոցներ լսվեցին։ 78-ամյա ծերունին գնդակահարեց իր երկու հյուրերին, այնուհետև վերցրեց հեռախոսը, զանգեց ոստիկանություն եւ մոտավորապես 20 րոպե սպասեց նրանց ժամանելուն։ Այսօր խոսելու ենք Գուրգեն Յանիկյանի մասին։ 1895 թվականին ծնվեց այս հերոսը, որը վրիժառուների նոր խմբի, մեր իմացած խմբի, Սողոմոն Թեհլերյան, Արշավիր Շիրակյան եւ մնացած այլ Նեմեսիսի հայ վրիժառուները գրեթե տարիքակից էին։ Ամեն ինչ սկսվեց շատ հետաքրքիր, շատ դրամատիկ, իսկապես Հոլիվուդում կարելի է մի հետաքրքիր ֆիլմ նկարել անգամ այս սցենարով։ Յանիկյանը ես նշեցի, որ ծնվեց 1895 թվականի դեկտեմբերի 24-ին, նախատեսվածից 3 շաբաթ շուտ։ Եվ դրա պատճառը Համիդյան ջարդերն էին, երբ թուրք զինյալներից մեկը նոր զենքը փորձելու համար գնդակահարեց Յանիկյանի հորեղբորը։ Տղան շուտ է ծնվում եւ հայրը, որը լավ կապեր ուներ Պարսիկ հյուպատոսի հետ, ընտանիքին պատասպարում է այդ հյուպատոսության շենքում, հյուպատոսարանի շենքում, որպեսզի փրկվեն այդ կոտորածներից, բայց երեխան խնդիրներ ուներ եւ անընդհատ լաց էր լինում, բարուրի երեխա էր, գրկում մոր ու անընդհատ այսպես վտանգի տակ էր դնում մնացած ազգականներին, որոնք նույնպես այդ նկուղում պատասպարվել էին։ Ի վերջո ազգականները խնդրում են Յանիկյանի հորը, որպեսզի համոզի կնոջը խեղդել երեխային։ Մայրը մի քանի անգամ շալով փորձում է խեղդել նորածին երեխային, որպեսզի փրկի մնացած հարազատների կյանքը, բայց ամեն անգամ տղան սկսում է դիմադրել։ Փոքրիկը, բարուրի երեխան սկսում է դիմադրել։ Մոտավորապես 4-5 անգամ, ինչպես հետագայում կպատմի Յանիկյանը, մայրը նման փորձ է կատարում, որից հետո հիասթափվում է եւ միանգամից ասում, որ Աստծո պարգև է, եթե Աստված կամենա իր որդին կապրի։ Այս փուլը հաղթահարելուց հետո նորից վերադառնում են Կարս, ու իհարկե Կարինում էր ծնվել Էրզրումում Յանիկյանը, բայց կոտորածներից փախչել էին Կարս։ Դրանից հետո իհարկե որոշում են Կարս գնալու ճանապարհին, նախ այսպես այստեղ եւս մեկ շատ հետաքրքիր դրվագ կա, Կարս գնալու ճանապարհին ձմեռ պատկերացնում եք սահնակի վրա ամբողջ այսպես իրերը տեղափոխում են, մարդկանց տեղափոխում են եւ սահնակի վրա լինում են նաեւ բարուրը։ Այսպես բարուրի մեջ երեխան Գուրգեն Յանիկյանը մոտավորապես 7 կիլոմետր անցնելուց հետո մայրը եւ ավագ եղբայրը Հակոբը նկատում են, որ երեխան չկա։ Ձյան միջից գտնում են Սառած Յանիկյանին։
Տղան այստեղ էլ դիմադրում է եւ շատ արագ ցույց է տալիս կյանքի նշաններ ու դրանից հետո արդեն բոլորը հասկանում էին, թե ինչ ճակատագիր է ունենալու Յանիկյանը, ու ազգականները, ծնողները նրան կնքում են Ջարդի տղա անունով։ Իհարկե հետագայում շատ ավելի հետաքրքիր ամեն ինչ դասավորվեց, կարծում են պատասպարվում ընտանիքը Գուրգեն Յանիկյանի եւ որոշ ժամանակ անց մայրը ավագ եղբոր Հակոբի եւ Յանիկյանի արդեն փոքրիկ 6-7 տարեկան Յանիկյանի հետ որոշում են վերադառնալ Էրզրում, այնտեղ հողի մեջ թաղած, պահած կարևոր փաստաթղթերը եւ հարստության մի մասը բերելու համար։ Փոքրիկ մառանում էին պահել այդ ամենը եւ դրա մի կողմում պատասպարվում են մայրն ու Յանիկյանը, իսկ Հակոբը փորձում է քանդել հողը, որպեսզի հանի կարևոր փաստաթղթերն ու գանձերը։ Ձայնից երկու թուրք ոստիկան ներխուժում են ներս եւ յաթաղանով կտրում են Հակոբի գլուխը։ Այս ամենը տեղի ունենում Յանիկյանի աչքերի առջև, մոր աչքերի առջև։ Սարսափն այնքան մեծ էր, որ Յանիկյանը սկսում է այսպես սարսափից բղավել, փորձում է բղավել, բայց մայրը շատ արագ հասկանալով ինչում է խնդիրը, միանգամից ձեռքի ափով փակում է որդու բերանը։ Փաստորեն պատկերացնում եք, մի կողմից մոր աչքի առջև մորթում են ավակ զավակին, մյուսի կյանքը փրկելու համար նա ձեռքի ափով փակում է բերանը։ Բայց սարսափն այնքան մեծ էր, որ Յանիկյանը կծում է մոր ձեռքը, հասնում մինչև ջլերը եւ ամբողջ կյանքի ընթացքում մոր այդ ձեռքը անշարժ է մնում։ Նորից գլխիկոր իհարկե վերադառնում են մայրն ու Յանիկյանը, հոգեբանական լուրջ խնդիրներ է ունենում Յանիկյանն եւ քրոջ Սաթենիկի հետ նրան ուղարկում են Շվեյցարիա, հայրը բավականին լավ կապեր ուներ, դրամ էլ իրենց հետ որոշակի բերել էին եւ Պարսիկ Հյուպատոսի հետ կապերն էլ օգտագործելով իհարկե Յանիկյանը որոշ ժամանակ քրոջ հետ սովորեց Շվեյցարիայում, հետո վերադարձավ, նրան ուղարկում են Թիֆլիս, այնուհետև Էջմիածին հոգևոր ճեմարանում սովորելու, բայց կյանքը նրան բոլորովին այլ բան էր նրա համար նախատեսել եւ Յանիկյանը ի վերջո արդեն երիտասարդ Յանիկյանը մեկնում է Մոսկվա, ընդունում Մոսկվայի ճարտարապետական համալսարան։ Շատ մեծ սեր ուներ Գուրգեն Յանիկյանը, երիտասարդ Յանիկյանը թատրոնի հետ, նա շատ արագ այսպես Մոսկվայի Բոմոնդի հետ է ընկերանում, անգամ ներկայացումներում իր մասնակցություններ ունենում անձամբ Վարան Փափազյանի հետ, որի հետ բավականին մոտ հարաբերություններ ուներ եւ բեմը կիսում այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Սիրանուշը, Աբելյանը, Խարազյանը, Արջևում առաջին համաշխարհային պատերազմն էր եւ Յանիկյանը որոշում է 50 կամավորների հետ գնալ ազգի վրեժը լուծելու։ Հոր պատգամը մեկն էր վրեժ լուծել թշնամուց եւ ամենահարմարը դրոյի երկրորդ կամավորական գունդն էր։ Յանիկյանը իր զինակից ընկերների հետ ժամանում է այնտեղ, մասնակցում մարտական գործողությունների եւ հետախուզադիվերսիոն գործողություններից մեկի ժամանակ վերադառնալիս նա հայտնաբերում է թուրքական զինանոցի պահեստ, պայթեցնում է այն, վիրավորվում, մի քանի ամիս բուժվում է հոսպիտալում, որից հետո նորից վերադառնում է ճակատ եւ մեկնում է Մոսկվա, հետո Շվեյցարիա ուսումը շարունակելու։ Դրանից հետո վերադառնում է նոր Նախիջևան եւ այնտեղ անցնում Խարկով քաղաք, որտեղ էլ ծանոթանում է Նախիջևանի հայտնի ընտանիքներից մեկի, ամենամեծ հարգանք վայելող ընտանիքներից մեկի Քյոմուրճյանների ընտանիքից աղջկա հետ, Շուշանիկի հետ։ Պայմանը մեկն էր ամուսնության, Շուշանիկը պետք է ամբողջ կյանքում օգներ Գուրգեն Յանիկյանին ցեղասպանության պայքարը մղելու։ Ամուսինները որոշում են ամեն ինչ անել մեծ կարողություն կուտակելու համար, իդեպ երկուսն էլ բավականին լուրջ դեմքեր էին, Յանիկյանն արդեն ուներ լավ հեղինակություն, Շուշանիկն էլ բժիշկ էր մասնագիտությամբ։ Իդեպ Գուրգեն Յանիկյանը այդ սովի տարիներին, սովետական միության սկզբնական փուլում օգնում է կառավարությանը, ցորեն մատակարարում, որի համար պարգևատրվում է պատվոգրով, լավ հարաբերություններ էր պահպանում սովետական կառավարության հետ, այնուհետև անցնում է Իրան, այնտեղ իհարկե բավականին լուրջ գործունեություն ծավալում, շինարարական աշխատանքներ, կամուրջներ, զինապահեստներ, էլեկտրականության հարցներ լուծում, առաջին ստորգետնյա զինապահեստն է կառուցում եւ դրա համար բավականին լուրջ գումարներ էին խոստացել նրա համար, մոտավորապես $1 միլիոն մասն էր խոսքը, որը հետագայում շահը
իհարկե չտվեց Յանիկյանին, բայց այդ մասին քիչ հետո։ Այդ ընթացքում իհարկե Շուշանիկը բացել էր իր անձնական կլինիկան, ամուսինները բավականին լուրջ գումար էին կուտակել եւ ընթացքում նաեւ Յանիկյանը անցնում է Միացյալ Նահանգներ, այնտեղ ստանում Ամերիկայի քաղաքացիություն, որը նպատակ ուներ օգտագործել իր պայքարի համար նաեւ։ Այդ ընթացքում նա այսպես նոր գյուտ է անում եւ ստեղծելով Յանիսկոպ սարքը, որը մոտավորապես 40 ոտնաչափ խորության վրա կարող էր ընդերքը նկարել։ Հետագայում այդ սարքը նա կնվիրի Ամերիկայի կառավարությանը, բայց երբ նա մեկնում է դերձոր, որպեսզի այնտեղ նկարանումներ կատարի, իսկ դրա նպատակը մեկն էր։ Յանիկյանի գլխավոր խնդիրը մեծ ֆիլմ նկարելն էր, որը տարբեր լեզուներով պետք է թարգմանվեր, ֆիլմը կոչվելու էր Դրախտ։ Դրա համար Յանիկյանը մեկնում է դերձոր, այնտեղ կատարում աշխատանքներ եւ հենց այդ Յանիսկոպ սարքը դրա համար էր ցանկանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունից վերցնել վարձավճարով իր իսկ հնարած սարքը, որպեսզի իհարկե օգտագործի անմեղ զոհերի այդ ոսկորները հանելու համար։ Դրախտ ֆիլմը պետք է անվճար ցուցադրվեր ամբողջ աշխարհում եւ Յանիկյանի պայքարը մեկն էր՝ ցույց տալ քաղաքակիրթ աշխարհին, թե ինչերի միջով է անցել հայ ժողովուրդը եւ ինչ պետք է անեն, ինչ պետք է պահանջեն մեծ տերությունները Թուրքիայից, որը ի դեպ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն էր։ Մի քանի անգամ դիմեց Յանիկյան Ամերիկայի կառավարությանը, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Իրանի շահի վրա իր գումարը վերադարձնելու համար, սովորաբար այդպիսի օրենք կար, կարծում գիտեք, եթե որևէ երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացուն նույնիսկ 1 սենտ է պարտք, ապա օգնությունից կարող է զրկվել։ Յանիկյանը այս ամենը շատ լավ իմանալով դիմում է ամերիկյան կառավարությանը, բայց խնդիրը լուծում չի ստանում, որովհետև չափից ավելի սերտ էին շահերը Միացյալ Նահանգների եւ այդ ժամանակ Իրանի ղեկավարության հետ, շահի հետ մասնավորապես։ Չի աշխատում նաեւ Դրախտ ֆիլմը, որովհետեւ Թուրքիայի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր արգելափակել եւ անգամ միջամտեց Միացյալ Նահանգների կառավարությունը, նա նույնիսկ դիմեց դատարան, նահանգի դատախազը մերժեց, դատարանը որոշում կայացրեց, որ պահանջը անօրինական է եւ Յանիկյանը այսպիսով հասկացավ, որ խնդիրը լուծում չի ստանալու։ Նա չընկրկեց եւ որոշեց, որպեսզի պայքարը շարունակի այլ միջոցներով։ Ես չմոռանամ նշել, որ այս ընթացքում Յանիկյանը բավականին լուրջ ծանոթություն էր հաստատել, նա 3 անգամ շուրջերկրյա ճանապարհորդության էր մասնակցել, ընթացքում ծանոթացել եւ ընկերություն էր հաստատել մի շարք երկրների ղեկավարների հետ, Եգիպտոսի Ֆարուկ արքան, այսպես շատ էր, ցանկը բավականին մեծ էր եւ փորձում էր օգտագործել իր այդ կապերը։ Բայց բոլոր կողմերից նրան արգելափակում էին, իսկ սա նշանակում էր, որ Դրախտ ֆիլմը կյանքի կոչվել չէր կարող։ Այդ ընթացքում Շուշանիկը իհարկե արդեն առողջական խնդիրներ ուներ եւ հիվանդանոցում էր ու արդեն 70 անց Յանիկյանը երկար մտածելուց հետո որոշում է այլ ուղղությամբ տանել պայքարը։ Հետագայում նա կհիշի եւ կասի, որ երբեք արյան կողմնակից չի եղել, միշտ խոսքը գերադասել է արյունից, բռնությունից, շատ լավ տեսնելով իր հայրենակիցների, իր ազգակիցների թափած արյունը, բայց մի պահ հասկանում է Յանիկյանը, մի ամբողջ օր փակվելով սենյակում, հասկանում է, որ այս աշխարհը ականջալուր չի լինում հայի պահանջին, ընդ որում եւ սփյուռքներ քնած, եւ հայ ժողովուրդներ քնած, եւ խնդիրը գնալով մոռացվում էր։ Իսկ Յանիկյանին պետք էր կայծ տալ, որպեսզի արթնացնի իր ժողովրդին եւ ի վերջո ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռի հայոց ցեղասպանության խնդրի ճանաչման։ Մեկ ամբողջ օր մտածելուց հետո Յանիկյանն արդեն որոշում է կայացնում. արյունը պետք է շարժի աշխարհի գութը եւ նաեւ ուշադրությունը սևեռի հայկական խնդրի վրա։ Թիրախտ ընտրված էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսը եւ նրա օգնականը։ Յանիկյանն իր կապերն օգտագործում է նրանց թակարդը գցելու համար։ Ներկայանում է որպես պարսիկ իրանցի վաճառական Աղայե Յանիխան անունով, ընդ որում բավականին լուրջ հավաքածու ուներ Յանիկյանը, նա նկարների սիրահար էր եւ
ձեռք էր բերել Սուլթան Աբդուլհամիդի ննջարանում կախված եզակի նկար եւ հատուկ դրամ, եզակի դրամ, որի վրա ստորագրել են աշխարհի բոլոր տերությունների ղեկավարները։ Շատ արիվանալով իհարկե փառասիրական նկարտումները թուրքերի, նա կապվում է թուրք հյուպատոսի հետ եւ նշում, որ ինքը պարսիկ վաճառական է, շատ փող սիրող եւ ցանկանում է Թուրքիայի կառավարությանը նվիրաբերել այս երկու եզակի նմուշները, որի դիմաց ստանա պետական պարգև, որն իրեն օգնելու է հետագայում բիզնես կապերն ընդլայնելու համար։ Թուրքական կառավարությունը խայծը կուլ է տալիս, բայց նրան սկսում են ուսումնասիրել։ Այդ ընթացքում Յանիկյանը երկար ընդմիջումից հետո վերադառնում է սովետական Հայաստան, Երևան։ Մի շարք նվիրատվություններ անում, կարողության մի մասը բաժանում այն մարդկանց, որոնց նախատեսել էր, երիտասարդների, տարբեր ֆոնդերի, մոտավորապես 300 նամակ է գրում, ուղարկում տարբեր հասցեներով, որ եւս 10-ը պահում է եւ այդ 10-ը պետք է ուղարկվեին արդեն գործողությունից հետո։ Երևանից վերադառնալուց հետո հիմա հասկանում է, ավելի շուտ լուր է ստանում Յանիկյանը, որ թուրքական կառավարությունն ընդունել է առաջարկը, բայց մի պայմանով, որ վայրը եւ ժամը ընտրելու են թուրքերը։ Յանիկյանը մեծ սիրով համաձայնում է եւ արդեն նշեցի Սանտա Բարբարա քաղաք, Բալթիմոր հյուրանոց։ Մեկ օր առաջ նա վարձում է իր համարը, պատրաստություն տեսնում եւ սպասում հաջորդ օրը առավոտյան հյուրերի ժամանմանը։ Ամեն ինչ պատրաստ էր, նա արդեն գիտեր ինչ է անելու։ Առավոտյան վաղ արթնանում է, այցելում Շուշանիկին հիվանդանոց, հրաժեշտ տալիս նրան։ Նամակներն ուղարկում է հասցեներով, մոտավորապես 30 րոպե զբոսնում ծովափով, այնուհետև վերադառնում է համար, պատրաստում պարաբելումը, որը հատուկ գրքի մեջ էր պահել, եւ որպես պահեստային միջոց Magnum ատրճանակն էլ թաքցնում է Times ամսագրի տակ։ Ժամը 10-ին ամեն ինչ պատրաստ էր, Յանիկյանը հանգիստ էր, Յանիկյանը գիտեր ինչ է անում։ 73 թվական, հունվարի 27, ընդամենը 1 ժամ անց երկու թուրք ժամանում են, Յանիկյանը իջնում է նախասրահ հյուրանոցի, դիմավորում հյուրերին եւ միասին բարձրանում համար։ Մի քանի այսպես բարեմաղթանքներից հետո Յանիկյանը մի անգամից սկսում է հարձակվել, բայց հարձակվում է ոչ թե ատրճանակներով, այլ միանգամից բացահայտում է իրեն, նշելով, որ ինքը հայ է եւ մի ամբողջ ճառ ասում թուրքերին եւ ասում, որ դուք պետք է երջանիկ լինեք, որ ձեզ եմ ընտրել։ Իհարկե գազազած թուրքերը փորձում են նետվել 78-ամյա ծերունու վրա, բայց նա պատրաստվել էր։ Գնդակահարում է, մոտավորապես 13-14 կրակոց ըստ պաշտոնական տվյալների։ Գնդակահարում է երկու թուրք դիվանագետներին, վերցնում հեռախոսը, զանգում ոստիկանություն եւ սպասում նրանց։ Անմիջապես ձերբակալում են Յանիկյանին։ Ինչն էր նպատակը հայ վրիժառուի։ Մոտավորապես անել այն, ինչ ժամանակին արեց Նեմեսիս օպերացիան, ինչ արեց Սողոմոն Թեյլերյան։ Իդեպ հետագայում պարզ կդառնա, որ Սողոմոն Թեյլերյանի փաստաբանը նամակով դիմել է Յանիկյանին եւ հայկական կուսակցություններին հավաստիացնելով, որ այս դատը նույնպես կշահի։ 3 կուսակցություններ հայկական, որոնց անունները չեմ ցանկանում ընդհանրապես տալ, առանձին ֆոնդ են կազմում եւ մի քանի անգամ այցելում Յանիկյանին, բավականին լուրջ գումար են հավաքում նրա ազատության համար, պայքարում նրա ազատության համար։ Բայց մի քանի անգամ այցելելուց հետո բանտ նրան խնդրում են, որպեսզի Յանիկյանը բացի հայտարարի, որ այսինչ կուսակցության անունից է գործել, այնինչ կուսակցության անունից է գործել։ Պատասխանը մեկն էր, իր կուսակցությունը հայ ժողովուրդն է։ Ու շատ արագ հայրենակիցները Յանիկյանի, հայկական թերթերը Սփյուռքում գործող սկսում են մոռանալ Գուրգեն Յանիկյանին։ Բայց գործընթացն արդեն սկսվել էր։ Կարճ ժամանակ անց հայ վրիժառուների մի խումբ, երիտասարդ վրիժառուների մի խումբ հանձն է առնում լուրջ գործողության եւ ստեղծում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, Ասալլան, ոգևորված Գուրգեն Յանիկյանի այս գործողությամբ։ Յանիկյանի նպատակը մեկն էր, որը չիրականացավ։ Նա պետք է մեծ արձագանք, մեծ ռեզոնանս ստեղծեր դատավարությունը Յանիկյանի, բայց ամերիկյան կառավարությունը բավականին լուրջ շահեր ուներ Թուրքիայի հետ
Յանիկյանը իհարկե հայտարարում է դատի ժամանակ, որ դատարանում հայտարարում է, որ ինքը մարդ չի սպանել եւ նշում է, որ նման քայլի իրեն դրթել է նահանգի դատախազը, դրթել է որպեսզի իր բռունցքը դառնա թնդանոթ, արգելափակելով Ամերիկայի կառավարությանն է դրթել, քաղաքակիրթ աշխարհն է դրթել, բայց իհարկե դեպքից 25 տարի անց միայն դատավորը կխոստովանի, որ իսկապես արգելափակել է եւ իսկապես չի լսել Յանիկյանին։ Հետագայում Յանիկյանը իհարկե դատի ժամանակ, դատավարության ժամանակ նշում է, որ իր կյանքում ընդհանրապես պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ դատարանը չի լսում հանցագործին, թվացյալ հանցագործին ներկայացրած մոտիվները։ Այսպիսի դատը ուղղակի խայտառակություն է։ Պատժամիջոցը հայտնի էր ցմահ ազատազրկում եւ պատկերացրեք ծերունու համար ինչ իհարկե դատավճիռ էր սա, մոտավորապես 8 տարի բանտում անցկացնելուց հետո իդեպ այնտեղ նա նույնպես ողջունում էր այնտեղից իր ազգակիցներին, հայրենակիցներին, նպատակ եւ ճշմարտություն գիրքն է ավարտում, շատ կարևոր աշխատություն, բազմաթիվ նամակներ գրում, այսինքն շարունակում էր պայքար։ 1981 թվականին 8 տարի բանտում անցկացնելուց հետո առողջական վիճակի պատճառով նրան տնային կալանք են նշանակում եւ մոտավորապես 3 տարի, 2.5 տարի տնային կալանքում անկողնային վիճակում անցկացնելուց հետո 1984 թվականի մարտի 27-ին ծանր հիվանդությունից մահանում է Գուրգեն Յանիկյանը, հայ վրիժառուն, որը սկիզբ դրեց Ասալայի, որը այդ քայլով արթնացրեց խորը քուն մտածիր ժողովրդին, որը վերածնունդ դարձավ հայ ժողովրդի համար։ Պատահական չէ, որ առաջին թողարկումը, հենց առաջին էպիզոդը ես նվիրել էի Գուրգեն Յանիկյանին։ Քավլիցի, ինչպես ասում էր Յանիկյանը, երբեք արյան կողմնակից չենք, բայց լինում են դեպքեր, երբ պայքարը եւ ընդհանրապես հայ ժողովրդի արդար պայքարը եւ ստեղծված իրավիճակը ստիպում է, որպեսզի դիմես այնպիսի քայլերի, որ աշխարհը ուշադրություն դարձնի քեզ վրա։ Այսպիսին էր Գուրգեն Յանիկյանի կյանքն ու ողբերգությունը, նա ապրեց այդ կյանքը, նա գիտեր ինչ էր անում, նա գիտակցաբար լինելով միլիոնատեր, աշխարհի այդ ժամանակվա հայտնի գործիչներից մեկը, իր ամբողջ կյանքը, իր նպատակը այսպիսին էր հարստանալ, ազգի պայքարը շարունակելու համար եւ այստեղ տեղին է հիշել Գարեգին Նժդեի խոսքերը, միայն Զմիուրնիայի հայության կարողությամբ կարելի էր գնել մի ամբողջ Արևմտյան Հայաստան, բայց ի տարբերություն հрьяաների, եթե հрьяան գումարը փողը սիրում է հանուն Իսրայելի բարօրության, հայը մենք ցավոք սրտի սիրում ենք փողը մեր բարօրության համար։ Հույս ունեմ այս պատմությունը շատ շատերին շատ բաներ վերաիմաստավորելու առիթ կտա, իսկ մենք կհանդիպենք։